Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք պատասխանելու մեզ հետաքրքրող հարցերին, պարոն Սուրենյանց։ Պարոն Սուրենյանց, նախ վստահ եմ, որ հետևում եք որպես քաղաքագետ քաղաքական գործընթացին, եւ մենք տեսանք, որ հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աչքի ընկավ ուշագրավ հայտարարությամբ, ասելով, որ հիմա էլ Վարդան Ղուկասյանի հերթն է Գյումրու ընտրված քաղաքապետի, որ պետք է քաղաքական ճանապարհով նրան պետք է դուրս շպրտել, ժամանակն է, նրանից պետք է ըստ էության ազատվել։ Սա ինչ ազդակ էր, արդյոք Նիկոլ Փաշինյանը վարչապետի դեմքով քարտ բլանշ չտվեց Գյումրու ԿՊԱ-ականներին գործելու։ Ես երբեք Վարդան Ղուկասյանով հիացած չեմ եղել որպես գործիչ։ Նախընտրական արշավին, որին նաև մեր կուսակցությունն է մասնակցել, ես էլ շատ ակտիվ այդ փուլում եղել եմ Գյումրիում։ Քանիցս արձանագրել եմ, որ ես առանձնապես խանդավառված չեմ Վարդան Ղուկասյանի կերպարով։ Եվ գյումրեցիների միշտ կոչ էի անում հեղափոխական հեքիաթին չհավատալ, հեղափոխական ստերին եւ հին հեքիաթներին չհավատալ։ Այնուամենայնիվ, պարտավոր ենք հաշվի նստել գյումրեցիների քվեի հետ։ Այսինքն ես իրեն քաղաքական գործի իդեալ չհամարելով պարտավոր եմ հաշվի նստել գյումրեցիների կամ արտահայտության հետ։ Ընտրության հետ։ Այո, ընտրությունների արդյունքներում հենց Վարդան Ղուկասյանը դարձավ հաղթող տեխնացու եւ Վարդան Ղուկասյանի շուրջ տեղի ունեցավ կոնսոլիդացիա։ Այդտեղ էլ իդեպ վերապահում ունեմ, որտեղ ես դասական կոալիցիաների ստեղծման կողմնակից եմ եւ առնվազն իմ համար տարակուսելի էր, որ առանց կոալիցիոն մշագրի մյուս ուժերը ձայն տվեցին ուղակի իրեն, բայց այդտեղ չմոռանանք, որ ԿՊ-ի իշխանությունը թույլ չտալու իմպերատիվը գործեց։ Այո։ Հիմա իմ ճաշակով ա թե ոչ կամ մյուսների ճաշակով ա թե ոչ Վարդան Ղուկասյանը Գյումրի ընտրությունն է այս պահին։ Մենք հաշվի ենք նստում փաստերի հետ։ Փաստերի հետ եւ այս պարագայում ոչ մեկ իրավունք չունի այդ թվում գործադիր իշխանության ղեկավարը, որտեղ թիմերը անկախ են որոշելու ինչ քաղաքական հայացքներ պիտի ունենա որևէ թիմ ղեկավար կամ որևէ թիմ ղեկավար պիտի լինի պաշտոնի թե չէ։ Բայց Հայաստանում տխուր ավանդույթ կա, դուք գիտեք, այո, որ չի հանդուրժվում, եթե անգամ որևէ ընդդիմադիր հաղթել է թիմում, չի հանդուրժվում նրա գործունեությունը որպես թիմ ղեկավար, Ալավերդի գրեյք դեպքն ենք հիշում, մենք կգանք քիչ Վանաձորում հիշում ենք ինչ եղավ եւ այլն։ Հիմա այս պարագայում ես հույս ունեմ, որ Վարդան Ղուկասյանը չի ընկրկի, հույս ունեմ, որ ընդդիմադիր մյուս խմբակցությունների ճնշման չեն ենթարկվի, ակնհայտորեն վարչապետը երբ որ թիվ մեկ ամբիոնից նման բան ասում, դա ցուցում է իրավապահ մարմիններին, առնվազն ցուցում է իրավապահ մարմիններին։ Միայն իրավապահներին է դա մեսիջ, թե նաև մեսիջ է նույն Գյումրի ԿՊԱ-ական թևին, մեսիջ է օրինակ տարբեր, չգիտեմ, խմբավորումների ներկայացուցիչներին։ Դա առաջին հերթին մեսիջ է իրավապահ մարմիններին, որովհետև տեղի ԿՊ-ն եթե հարց լուծող լիներ, կլուծեր։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի իր անգետ դաշտում պիտի նայել, որտեղ պետությունը ունի բազմաթիվ գործիքներ, ռեպրեսիվ բնույթի, որոնցով կարող է ցանկացած համայնքապետից եւ փորձը ցույց է տվել, կամ նրան բանտ ուղարկել, կամ նրանից ազատվել ճնշումների միջոցով եւ այլն։ Այսինքն Մամիկոն Ասլանյան 2 սցենարի։ Դե Մամիկոն Ասլանյանը դերևս չէր ստանձնել համայնքապետի պաշտոնը։ Բայց նմանություններ տեսնում եք։ Շատ կա, Ալավերդի հետ էլ շատ կա, երբ որ մարդը ընտրվել էր մի տարի հետո ուրեմն անասնագողություն արեցին քաղաքական այդ խմբակցությունից, Կարծում ապրելու երկիր խմբակցությունն։ Բալանսը փոխեցին ավականիում եւ ամստահություն հայտնեցին, ու Գյումրիում դա հնարավոր չի, որտեղ Գյումրիում տարբերությունը ընդդիմության եւ իշխանության էական է, կարծեմ 19-14 հարաբերակցությամբ, ես մի քիչ հավանական եմ համարում, որ 4 ավականու կարողանան ժողովրդական լեզվով ասած վերբով կանել ընդդիմադիր, որը չմոռանանք, որ հիմնական ընդդիմադիրներն էլ գտնվում են Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի խմբակցություններում, իսկ այդ խմբակցությունները գիտենք ոնց են ձևավորվել, անձնական հավատարմության հիմքով եւ այլն, այսինքն այնտեղից անասնագողություն անելը մի քիչ դժվար է։
Այնուամենայնիվ կա ճնշման գործիք, օրինակ քրեական գործ են հարուցում, արդեն այդ գործը ընթացող դատավարություններից որևէ մեկի ընթացքում խափանման միջոց են փոխում եւ այլն։ Պարոն Սուրենյան, ուզում եք ասել, որ իշխանությունները կոնկրետ վտանգ են տեսնում 2026-ի ընտրություններին ընդառաջ, որ Գյումրիում հերթական անգամ տապալվելու են եւ որ կոնկրետ խնդրի եւ կրախի առաջ են կանգնելու։ Այսինքն այդ վտանգներն է, որ լարվածության մեջ է ավելի գլոբալ եկեք նայենք։ Թե այստեղ ուղղակի չեն ներում, որ չի ներվում, երբ ընդդիմադիր տեխնացուն հաղթանակ է։ Չէ, 2026-ի համատեքստը եկեք այնուամենայնիվ չանտեսենք։ Դա շատ կարևոր գործոն է, որտեղ այնուամենայնիվ հիմա ամեն ինչ ընտրությունների մասին է։ Սա մեկ, երկրորդը, բայց այս ռեպրեսիաները Նիկոլ Փաշինյանի Գյումրիի մասին հայտարարությամբ չի սկսվում։ Դերևս ապրիլ-մայիսից մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մի հատ շատ կարևոր շրջադարձային տրանսֆորմացիա է ենթարկում իշխանությունը, այսինքն ավտորիտար համակարգից անցում է կատարում դեպի տոտալիտար համակարգ, որը պիտի միայնացան լինի, կյանքի բոլոր ոլորտների վրա ունենա ուրեմն իշխանություն։ Մենք դա տեսնում ենք ազգային դիմադրության բոլոր կենտրոնները կամ ինքնուրույն բոլոր կենտրոնները ճնշվում են։ Այդ շրջանակներում եկեղեցու դեմ պայքարը, այդ շրջանակներում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումը այդ շրջանակներում բոլոր ընթացող այդ դատավարությունները մարազմը ասել է այնտեղ, որ ընդհանրապես խոսք ասելու համար օրինակ Միքայել Աչապայանի դատախազը 2.5 տարվա ազատազրկում է։ Բայց այդ քպականները երբ որ լեզուական չեն փոխում, մենք տեսնում ենք նույն Մուսոլինիի վարկագիծն է դա, որ օրենքը խրախուսում է, այսինքն օրենքից վեր են իր կողմնակիցները եւ օրենքը մահակա պատգամավոր փոխհրաձգությունը մենք ասում եմ դա Մուսոլինիի ձեռագիրն է։ Կարմիր գծերը ասենք իր կողմնակիցները օրենքից վեր են, իսկ ընդդիմախոսների դեմ օրենքը կիրառում է ողջ խստությամբ։ Հիմա այս կամպանիայի շրջանակներում տոտալիտար համակարգ է ստեղծվում, որը երկու խնդիր ունի՝ ապահովելու Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը 2026-ին եւ միևնույն ժամանակ դիմադրության կենտրոններ չպիտի լինեն, որպեսզի դյուրին դառնա Ադրբեջանի պահանջների կատարում։ Երկու խնդիր են լուծում։ Ամենագլոբալին գանք։ Այս երկու գլոբալ խնդիրն է ինքը հետապնդում։ Հետևաբար Գյումրիում որևէ սցենար ես չեմ բացառում Վարդան Ղուկասյանին իշխանությունից հեռացնելու։ Իհարկե դա շատ հեշտ չի լինելու, բայց շատ իշխանավորներ արդեն ակնարկել են, որ քրեական գործերով անհասնում կարող է կալանավորվել եւ այլն, սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Վտանգներ տեսնում եք ռեալ բոլոր դեպքերում։ Իսկ ինչու ոչ։ Ինչով է Վարդան Ղուկասյանը ավելի լավ օրինակ Ալավերդու քաղաքապետից, որը պաշտոնակարվեց, կամ ինչով ավելի լավ Մամիկո Ասլանյանից, որին չթողեցին անգամ համայնքապետ դառնա։ Պարոն Սուրենյան, մենք նաեւ գանք ամենակարևոր խնդրին, ինչ է կատարվում ըստ ձեզ, ինչ է տեղի ունենում բանդիտական Հայաստանում, ինչ տեղի ունեցավ Մերձավան համայնքում, խոշորացված համայնքում Մերձավանի, եւ մինչ այս պահը դեռ քննարկումների կիզակետում է, թե այնուամենայնիվ Մերձավանում տեղի ունեցած է վրեժխնդրության արդյունքեր, թե քաղաքական հաշվեհարդար էր։ Դուք եք այսպես ասեմ, դա բացարձակապես անպտուղ եւ արհեստական դիսկուրս է, վրեժխնդրությունն է, թե այլ պատճառով սպանություն, որովհետեւ պետությունը սրբազան առաքելություն ունի։ Սրբազան առաքելություն ունի պաշտպանելու բոլոր քաղաքացիների կյանքն ու գույքը։ Այո։ Սա ընդ որում ունիվերսալ սկզբունք է, միայն Հայաստանի օրենսդրությունից չի բխում։ Հատկապես պետության պարտավորությունները ավելի շեշտված են, եթե խոսքը ընտրյալ համայնքապետերի մասին է, ընտրովի քաղաքական պաշտոնյաների, ինչպիսին էր Փարաքարի համայնքապետը Վալոդյան Գրիգորյանը եւ այն ոստիկանը, որ հետը մահացավ պետական ծառայող հաստատության։ Հիմա պետությունը իր առաքելությունը չի կատարել։ Հիմա սպանության մոտիվը դա իրավապահների խնդիրն է։ Եվ ես զարմանում եմ, որ այս մոտիվը վրեժխնդրության իշխանությունը բերում է առաջի պլան, որպեսզի իր քաղաքական պատասխանատվությունը ջրի։ Չի ստացվելու դա։
Մարդը մահացել է, կանխարգելիչ ֆունկցիան տապալել եք։ Սպանություններ են։ Կանխարգելիչ ֆունկցիան տապալել եք։ Այսինքն այդ նույն իրավապահները Մերձավանից իրանք լավ կարողա տեղյակ չէին, բայց եթե տեղյակ չէին ավելի վատ։ Նշանակում է ներքին գործերի նախարարը ու ոստիկանապետը իրաց տեղում չեն։ Նշանակում է այնքան դիլետանտիզմ կա բանում իրավապահ մարմիններում, որ այլևս կարող են կատարել իրենց պարտականությունները։ Նշանակում է իրավապահ համակարգը ամբողջովին դարձել է սպասարկու գործիք գործադիր կամ քաղաքական իշխանության համար եւ շեղվել է իր բուն գործառույթների կատարումից։ Հայաստանը մի նոր սպառնալիք ունի։ Զբաղված են ընդդիմադիրներով, հաշվի առնելով որ ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է։ Հայաստանը մի նոր սպառնալիք ունի։ Ազգային անվտանգության սպառնալիքը, ներքին անկառավարությունը կամ քաոսը։ Այո։ Երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին, խաղաղությունը միայն արտաքին սահմաններին չի վերաբերում։ Խաղաղություն ունի նաև ներքին շերտ, դա ներքին հանրային անվտանգությունն է։ Հիմա հանրային անվտանգային համակարգը կոլապսի մեջ է։ Ես զարմանում եմ 4 օրում տեղի ունեցել 4 սպանություն։ Երկուսը Մերձավանում, մեկը Արմավիրի Արաքս համայնքում, մյուսը Կապանում։ Ու այդ սպանություններից հետո ընդհանրապես տեղական մարզային նշանակության մի քանի պաշտոնյա են ազատվել, դատախազ, քննչականի պետ, քրեականի պետ։ Այսինքն փոստփչոցի հերթական Իրանք չեն կարող, գուցե իրանք էլ պետք է ազատվեին աշխատանքից, կամ գուցե չէ իսկապես։ Բայց ուրա քաղաքական ոստիկանապետ Արամ Ղազարյանը հայտարարեց, որ եթե կարիքը լինի, ասաց, որ կարիքը չի լինի, 4 օրում 4 սպանությունը կարիք է։ Լավ, եթե ինքը չի հասկացել, վարչապետը դա պետք է աներ։ Պատասխանատվությունը միայն Արամ Ղազարյանի դաշտում է։ Ոչ, տեսեք, անկախ ամեն ինչից քաղաքական պատասխանատվության դաշտում նախարարն ու ոստիկանապետը պետք է պաշտոնակարգվեն։ Բայց այս խնդիրները ես միամիտ չեմ, որ Արփինե Սարգսյանի կամ այդ Ղազարյանի ուսերին դնեմ միայն։ Այս խնդիրը համակարգային է, նոր ես գլխավոր պատճառը նշեցի։ Առնվազն իշխանության ձեռքին մահակ դառնալը եւ դիլետանտիզմը միայն ներքին գործերի նախարարի ու ոստիկանապետի ուսերին բարթելը սխալ կլինի։ Սա համակարգային արատի դրսևորում է։ Ես հենց դրա մասին եմ խոսում, որ այստեղ հա, բայց դա չի նշանակում։ Տեսեք, մենք համակարգային ախտանիշը տալով կոնկրետ մարդկանց պատասխանատվությունից չպետք է ազատենք, կամ հակառակը միայն կոնկրետ մարդկանց պատասխանատվությունով չպետք է բավարարվենք։ Արփինե Սարգսյանին փոխարինում է Սուրեն Սուրենյանցը։ Այս համակարգի ինչ ենք ունենում, երբ որ կա քաղաքական բաղադրիչը, տեսեք դուք նշեցիք քաղաքական բաղադրիչի մասին։ Այսինքն աշխատելով Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ մենք ունենալու ենք դարձյալ նույն պատկերը, եւ եթե դուք անգամ նշանակվեք, չի լինելու, որովհետեւ Հայաստանում անձնակենտրոն ավտորիտար համակարգ է։ Ինչ պիտի անենք։ Այսինքն մեկ մարդ քաղաքական խնդիր պիտի լուծենք, պիտի փոխենք իշխանության որակը։ Հեռու եմ այն կարծիքից, որ իշխանությունն է շատ ուժեղ։ Ես միշտ այն կարծիքին եմ ու քաղաքագիտական առումով սխալել կլինի միայն իշխանության ուժեղ լինելու վրա բարթել այս ստատուս քվոն։ Ոչ ընդդիմությունն է շատ թույլ։ Պարոն Սուրենյանց, մենք ընդդիմությանը կանդրադառնանք, իհարկե, եթե մենք ունենք ընդդիմություն որպես այդպեսին։ Ես կուզենայի, որ Մերձավանի հետ կապված այնուամենայնիվ ձեր դիտարկումը լսեինք, եթե նույն իրավապահները կանխարգելիչ գործողությունների առումով չթերանային եւ ժամանակին կարողանային համապատասխան գործողություններ իրականացնել, ձեր կարծիքով հնարավոր էր կանխել այն, ինչ տեղի ունեցավ, որովհետեւ նույն Ախտոյանների եւ Գրիգորյանների Ձեր հարցի պատասխանը շատ ակնհայտ է։ Եթե Մերձավանի առաջի դեպքից հետո ունենանք կայացած դատաիրավական համակարգ, որը գնար այդ վեճի բոլոր շերտերի բացահայտմամբ, եւ կներեք շատ ուղիղ պիտի ասեմ։ Ասեք ուղիղ։ Հնարավոր խմբավորումների, այսպես կոչված ղեկավարներին մեկուսացնելու ճանապարհով պարտադիր չի ֆիզիկապես նրանք ազատազրկվեն, կարող են լոկալիզացվել, դրվեին ամբողջովին վերահսկողության տակ պետության։ Էսի բանը երկրորդ դեպքը չէր կատարել։
Բայց եկեք ես հիմա այդ վարկածի վրա միայն չխորանամ։ Գրիգորյանների ախտոյանների այնուամենայնիվ կար ընտրված համայնքապետ, որի անվտանգությունը պարտավոր էին հոգալ։ Այո։ Ընդհանրապես լավ, այդտեղ էր վրեժխնդրություն։ Բայց մենք խնդիր ունենք, չէ՞, բանը։ Արաքս գյուղում շան պատճառով ա եղել սպանությունը։ Ինչ-որ էլի շատ բանը ծիծաղելի պատճառով։ Այսինքն հանցագործները վստահ են, որ վերջին հաշվով իրենք չեն կրելու արժանի պատասխանատվություն։ Չէ, սկզբից եկեք։ Նախ մարդը վստահ է, որ արդարություն դատաիրավական համակարգում չկա։ Փնտրել չի կարող։ Այո։ Եվ ապարդյուն 1-2 ջանքից հետո որոշում է իր հարցերը լուծել ինքը։ Վենդետայի ճանապարհով։ Դե հիմա կարող է դա վենդետա լինել, կարող է դա բռնություն լինել, տարբեր դրսևորումներ կարող են լինել։ Ու այդպես ծնվում է առաջի փուլը։ Երկրորդ փուլում այո, մնում են անպատիժ։ Տեսեք, այստեղ գլխավոր խնդիրն է, որ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական ռեֆորմները տապալել է։ Դե որովհետև ասում եք, որ չկա այդպիսի մի դատավոր, որին ես ինչ-որ բան ասեմ, ու նա դե թող համարձակվի եւ չանի տվյալ դատավորը։ Տեսեք, ես կարող եմ մի քանի շերտով ասել։ Ասեք։ Այդ դատական վեթինգ բան այդքան խոսացին, ոչ իմանել չարեցին, որովհետև հակառակ դեպքում օրինակ Արամ Դանելյան կա տխրահարճակ դատավոր, նա առաջխաղացում չէր ստանա կամ Չարաբաստիկ Մացոն, մնացական Մարտիրոսյանը, որը բոլոր իշխանությունների օրոք շատ պարտաճանաչ ընդդիմադիրներին դատող դատավոր է։ Ձեռքը բացված։ Այսինքն դատական ռեֆորմը տապալվել է։ Իրավապահ մարմինները լրիվ դրվել են քաղաքական վերահսկողության տակ։ Չեք գտնի աշխարհում որևէ երկիր, որտեղ իրավապահները գտնում են քաղաքական վերահսկողության տակ ու իրանք արդյունավետ են գործում։ Դա դավակի հնարավոր բան չի, որտեղ եթե իր գլխավոր ֆունկցիա դարձնում են ընդդիմադիրին հետևելը, հետապնդելը, դաշնալսելը, այս անելը, այն անելը ինքը ժամանակ ուղղակի չի ունենալու, բանը, զբաղվելու բուն հանցագործության դեմ պայքարով, կամ էլ պրոֆեսիոնալի չի համաձայնվելու այն գործը անի, ընդդիմադիրներին հետապնդելու եւ ասենք գնալու է տաքսի քշելու, օրինակ եմ ասում։ Հիմա եւ երրորդ խնդիրը կա։ Որն է դա։ Դա այն է, որ տեսեք, այդ շղթան ամբողջովին խաթարված է։ Ոստիկանություն, քննչական մարմին, դատախազություն, դատարան։ Այսինքն այնպիսի սողանցներ է ստեղծված, որ այս 4 ինստիտուտներից մեկի շնորհիվ խաթարվում է արդարադատությունը։ Հանցագործը հայտնվում է ազատության մեջ կամ անմեղը դառնում է մեղավոր։ Այս պայմաններում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության մասին խոսալ ուղղակի նաև ցանկությունը, պատրանք։ Այսինքն մենք սպասենք ավելի վատ թարագույնի, պարոն Սուրենյանց, մենք տեղափոխվում ենք 90-ական թվականներ։ Գիտեք, ես միշտ դեմ եմ, որ 90-ականների հետ համեմատություն արվի, մի քանի պատճառներով եմ դեմ։ 90-ականներին լրիվ ուրիշ վիճակ էր, մենք նոր պետություն ենք դառնում եւ նոր ինստիտուտներ էին ձևավորվում։ Հիմա 4-րդ հանրապետության մասին չէ, բայց հիմա մենք կայացած պետական համակարգ ունենք, որ ինքը կանդեց։ Եվ 90-ականներին, եթե բացասական բաներ նշենք, կարող դրականներ նշենք։ Ընդհանրապես ոստիկանություն չկար, պարոն Սիրադարյանը ընդհակառակ եկավ մի շարք ռեֆորմներ արեց ու մի շարք բաներ ստեղծեց։ Ասենք երրորդ հանրապետություն 30 տարիների ընթացքում լավ, վատ, թերություններով կամ ուժեղ գծերով ուներ պետական ինստիտուտներ։ Հիմա նոր իշխանությունը զբաղված է այդ ինստիտուտների ապամոնտաժմամբ։ Այս պայմաններում, գիտեք, հեծանիվներ օրինել պետք չի Հայաստանի Հանրապետություն, թե օրենսդրական բազակար ձևավորված, թե ինստիտուտներ կային կայացած։ Քաղաքական դաշտում են լուծումները եւ ինստիտուցիոնալ համակարգային դաշտում են լուծումները։ Մնացածը շատ կարող ենք բազմաթիվ պատճառներ, կրթական համակարգն է նաև պատճառը, որ sense վիճակ կա, որտեվ դե իհարկե դա վերագրել միայն Նիկոլ Փաշինյանին արդյոք չի։ Դուք էլ նշեցիք ձեր խոսքում, որ քարուքանդ է արվել այս իշխանությունների օրոք։ Դե եկեք բայց մի քիչ անկեղծել լինենք, այնպես չի, որ այս հորի բարքերը այս իշխանության հետ եկան։ Դե բայց բոլոր դեպքերում մենք հաշվի առնենք, որ այստեղ գերիշխում է նաև դիլետանտիզմի գործոնը։ Այ դիլետանտիզմը մեծ չափով դիլետանտիզմը այս իշխանության
օրոք այո մեծ ծաղկում է ապրել։ Չնայած կրթվելը նորաձև է նաև։ Դե կրթվելը նորաձև է, այդտեղ նույնիսկ կատակ կա, չէ, ասում են կրթվել է, թե կրթվել է, այսինքն կներեք, բայց կրթությունը չի կարող մոդայիկ լինել, կրթությունը պարտադիր պիտի լինի։ Արդեն ինքը խորագիրը այդ շարքի է, որ իմ խորին համոզմամբ նախընտրական արշավի ուղղակի բաներից մեկն է, հարթակներից մեկն է, այդ կրթվելը նորաձևով, այդ հեծանվազքով, բայց մի կողմից խոսքը գնում կրթվելը նորաձև է, այդ ձեր ասած կարգախոսով փաստորեն նետվում է դաշտ, նույն Նիկոլ Փաշինյանի կինը, բայց մյուս դեպքում նույն ԿՊԱ-ականները լեզու են կտրում, ականջ են պոկում, գիտեմ, ականջ են քաշում։ Նորաձև է եւ իրանց ամբողջ ֆրակցիայից քթան մեկին առաջադրեցին հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը բարձրագույն կրթություն չունի։ Ես այդ կնոջն եմ ոչինչ չունեմ բնականաբար, ոչ էլ անձնապես ճանաչում եմ ու քաղաքական առումով միշտ աշխատել եմ որևէ կնոջ չթիրախավորել։ Դա նորմալ է։ Հա, բայց կարելի է, չէ՞, 70 հոգանոց ֆրակցիայից ընտրել մարդկանց, որոնք եւ խոսքի առումով են ավելի ճկուն եւ Այսինքն քաղաքական պատասխանատվության իհարկե, վերջը, գիտեք, այնտեղ որևէ մեկի մասին բարձր կարծիք չեմ այդ խմբակցությունը, բայց եկեք համաձայնենք, որ այնուամենայնիվ շուտ կայացած մի քանի հոգի կան։ Կամ նույնիսկ Դե գիտեք, ես չեմ ուզում կատեգորիկ միայն ամեն ինչը բանով անեմ, այդպես քաղաքական թիմ չկա, որում 1-2-ը կայացած չլինեն։ Ես հեռու եմ այն մտքից, այն սև սպիտակ պրիզմայով նայելուց հեռու եմ, որովհետև չի կարող այնուամենայնիվ իշխանության մեջ 1-2 պրոֆեսիոնալ կամ կայացած գործիչ չլինել։ Իսկ եթե մենք ընդունենք, որ իրանք ընդհանրապես չկայացածների հավաքածու են, այդ դեպքում ընդդիմությունը ուրեմն վթարային վիճակում է, որ այդ վիճակով իրանց չի կարողացել փոխել։ Պարոն Սուրենյան, հենց գալիս էի վթարային իրավիճակում շատ տիպիկ բնորոշեցիք ընդդիմության այսօրվա կարգավիճակը։ Տեսեք, համաձայն եք, օրինակ փորձագետներ կան, որ հնչեցնում են տեսակետներ, որ հասարակության մի զգալի մասը հավասարապես կներեք արտահայտությանս համար, ես մեջբերում եմ, զզվում է հավասարապես եւ իշխանությունից եւ ընդդիմությունից։ Համաձայն եք այդ տեսակետի հետ, թե ոչ։ Ձեր կարծիքով մենք ունենք թեկուզ վթարային իրավիճակում գտնվող իրական ընդդիմություն, թե ոչ։ Եվ եթե ունենք իրական ընդդիմություն, կխնդրեի անուններ հնչեցնեիք, մատնանշեիք եւ նաեւ հիմնավորեինք, թե ինչու են ընդդիմություն կամ ինչու են չընդդիմություն։ Հիմա երկու դեպքում էլ հիմնավորենք։ Շատ խորքային հարց է։ Իշխանության մասին ինչքան ասած խոսացինք, երևի չարժի էլ կենտրոնանալ։ Կարծում եմ ամեն ինչ պարզ է, հիմա մենք պիտի խոսենք իրավիճակի մասին։ Ընդդիմությունը ի տարբերություն իշխանության միաշերտ չի։ Այդ աշխարհում որևէ երկիր չկա, որտեղ ընդդիմությունը միաշերտ է, որտեղ ի տարբերություն իշխանության ինքը միասնական բուրգի տրամաբանությամբ չի աշխատում։ Ընդդիմությունը բազմաթիվ կուսակցությունների մի ընդհանուր համակարգ է, որոնք տարբեր են իր վարքագծով, գաղափարախոսությամբ եւ այլն եւ այլն։ Հիմա խորհրդարանական ընդդիմության մասին ենք եթե խոսում կամ տիտղոսակիր, հա, ինչպես ընդունված անվանում։ Մենք արտախորհրդարանական էսա կամաս կգանք։ Խորհրդարանական ընդդիմությունը մրցունակ չի, մեղմ ասած։ Հիմա բացատրեմ ինչու, այնտեղ անձերի խնդիր է նույնիսկ չի։ Նույնիսկ միայն այն չի խնդիրը, որ իրանց ղեկավարում են ոչ պոպուլյար, այսինքն ցածր վարկանիշ ունեցող նախագահներ, նույնիսկ դա չի խնդիր։ Ինչն է խնդիրը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի պարագայում շատ պարզ է։ Ինքը առաջնորդվում է ուրացման մոդելով։ Ուրացման։ Այո, այսինքն երրորդ հանրապետության ապա մոնտաժում երրորդ հանրապետության քաղաքական եւ քաղաքակրթական արժեքների ոչնչացում, դրա տեղը 4-րդ հանրապետությունն է, որը ապագայում որպես հոմանիշ ունենալու է կզած Հայաստան արտահայտությունը, 4-րդ Հայաստանի։ Դա է, 4-րդ Հայաստանը ըստ էության ադրբեջանական յետապետությունն է։ Հիմա, բայց այդ ուրացման մոդելի մեջ շոշափելի բաներ կա, որոնք հասարակություն տեսնում, ազգում, դրա մեջ ինչ-որ պլյուսներ է փորձում տեսնի, մանավանդ քարոզչական տերորի է, չէ՞, ենթարկվում հասարակություն։ Օրինակ, ասում են, որ խաղաղություն հաստատենք Ադրբեջանի հետ, Սոկարը
Բենզալացականներ կբերի դնի, այժմ բենզին կունենակ։ Առևտուր կանենք։ Ոմանք ավելի առաջ են գնում, օրինակ ոնց որ Ալեն Սիմոնյանն ու Գագիկ Մելքոնյանը ասում են Ադրբեջանից գազ կառնենք, ավելի էժան կլինի։ Մյուսները խանդավառվում են այն մտքով, որ առևտուրը այտենց շրջանառություն կլինի։ Սկսեն հարստանալ։ Հա, բայց շոշափելի բաներ են սրանք։ Այլ բան, որ իշխանությունը չի ասում, ինչ գինենք սրա համար վճարելու է իրանց նկարագրած լավ էժան կյանքի, հա։ Գինը ինչն է։ Բայց շոշափելի բաներ են, եկեք համաձայնենք։ Խորհրդարանական գինը մեղրին է, պարոնը Սուրենյաց։ Ինչի մենակ մեղրին, քո պետության բովանդակության ոչնչացումը։ Այդ մեղրին ֆիզիկական արտահայտությունն է կամ այդ թրիպ կոչվածը, որ Զանգեզուրի միջանցքի փաթեթավորումն է։ Դա ընդհանրապես ֆիզիկական արտահայտությունն է, հետևանքը, բայց դու ավելի լուրջ բան ես գործում։ Ավելի վտանգավոր փաթեթի հետ գործ ունես։ Պետության ինքնությունը։ Հիմա խորհրդարանական ընդդիմությունը խոստանում է մի բան, որին այլևս վերադարձ հնարավոր չի ապահովել։ Ինքը ասում է, այ մեր ժամանակվա Հայաստանը եւ այլն, որտեղ Արցախ կար, որտեղ եւ այլն կար։ Այո, հիմնական խաղալու դա այլևս հնարավոր չէ։ Տեղը ընդդիմության։ Դրա համար ընդդիմության ասածները ու ռայրանսիրական կենացները խորհրդարանական ընդդիմության հասարակության համոզիչ չեն թվում։ Որտեղ գիտեն, որ այդ ընդդիմությունը ոչ թե ապագային նայող ինչ-որ բան է խոստանում, այլ մի բան է խոստանում, որ հնարավոր չի վերականգնել այլևս։ Երկու կետ կա, որից ցանկացած փոփոխություն հետ գալ չի կարող։ Երկու շրջադարձային կետ կա, մեկը 2018-ի ինչ կուզեք անունը դրեք, հեղափոխություն, փոփոխություն, իշխանափոխություն, ու իմ կարծիքով ոչ, բնականաբար։ Բայց անունը թողում եմ հեռուստադիտողի ճաշակին։ Բայց հիմա ասեք, Հայաստանը հետ չի կարող։ Ասեք, պարոն Սուրենյաց։ Ես բնորոշեմ 2018-ից հետ չի կարող գնալ Հայաստանը։ Մեկ։ Եվ երկրորդ Հայաստանը հետ չի կարող գնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից։ Ինչ փոփոխություն էլ առաջարկես, այս երկու կոնստանտ իրողությունները անտեսել չես կարող։ Այսինքն իրատեսական ընդդիմությունը խոսում է այն, ինչ որ այս երկու իրողությունները անտեսվում է։ Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը մրցունակ չի, այսօր Նիկոլ Փաշինյանը պատահական չի, որ իրենց համարում էր Գանց։ Իր հարց ու պատասխանի ժամանակ իրենց համարում էր Գանց։ Այդ պատահական չի, ինչքան էլ մեջը սարկազմ կա, ցինիզմ կա, սև հումոր կա, այնուամենայնիվ ինչ-որ ընկալում կա, չէ, որ իսկապես մեկ նման ընդդիմությունը նվեր է իշխանությանը։ Կրկնում եմ, մարդկանց մասին չի։ Ես երկու խմբակցություններում էլ բազմաթիվ լավ ընկերներ ունեմ։ Հասկանում եմ, տասնամյակներով շփված եւ այլն։ Արտախորհրդարանական ճամբարում հիմա խմորումներ են գնում։ Հույս ունենանք, որ արտախորհրդարանական այդ խմորումներից կծնվի ինչ-որ ավելի կենսունակ դաշինք, կենսունակ կենտրոն ընդդիմադիր, որը այդ դաշինքը ձևավորվելու է Սամվել Կարապետյանի շուրջ։ Գիտեք, Սամվել Կարապետյանի մենք խոսելու ենք Սամվել Կարապետյանին ես որպես քաղաքալացյալ եւ քաղաքալանավոր իմ անվերապահ ամբողջական աջակցություն եմ հայտնում։ Այո։ Բայց շատ անկեղծ պիտի լինեմ, այն պրոյեկտը, որի շուրջ ձևավորվում է իր անվան շուրջ, ես այդ պրոյեկտի ռացիոնալ կամ քաղաքական հարտիկը դերևս չեմ տեսնում։ Հնարավոր չի ապա քաղաքական փաթեթավորմամբ քաղաքական խնդիրներ փորձել լուծել։ Ուղղակի դա հնարավոր չի։ Նման բան չի լինում։ Ինչ սպասելիքներ ունենալ, չէ՞ որ արդեն մի Չէ, իրանք էլ ինչ-որ ազդեցություն ունենալու են։ Մի որոշակի շերտ արդեն հույսեր կարծես թե փորձում եք ապրել։ Ունենան, ես բացական չեմ համարում, ասում եմ ամենայն հարգանքով իրանց հանդեպ իրանց մոդելը միջև վերջ իմ համար հասկանալի չի։ Շատ հետաքրքիր ծրագիր առաջ քաշել Գագիկ Ծառուկյանը առաջարկ Հայաստան անունով։ Օրինակ մենք որպես կուսակցություն, որպես գործիչ ես ավելի շատ դիրքավորված եմ այդ ծրագրի շրջանակներում եւ ոնց որ թե ապագա ընտրությունները հենց այդ մեծ թիմով ենք պատկերացնում, որտեղ այնտեղ շեշտը դրված է հակաճգնաժամային ծրագիր ունենալու անհրաժեշտության վրա։ Հույս ունենանք այլ անդիմադիր հայտեր կլինեն։ Գագիկ Ծառուկյանը հիմա անդիմադիր դաշտում է դիրքավորված պարոն Սուրենյաց։ Իշխանություն չի։
իշխանությանը չի տիրապետում, գիտեք, երբ որ մարդը խոսում է, բայց իշխանությունների հետ կարծես թե վատ հարաբերությունների գիտեք, որ մարդը իր ընդդիմադիր ասելիքը հայոյանքով չի ասում, պիտակավորումով չի ասում, ինչ-որ էպիցետներ չի օգտագործում, մեզ թվում է այն ընդդիմադիր չի։ Բայց ծրագրային իսկ գուցե իշխանության հետ կուլիսներից այն կողմ համաձայնեցված է խաղի մեջ մտել Գագիկ Ծառուկյանը։ Ես նման բան բացառում եմ, եկեք չմոռանանք, որ այդ մարդը ստեղծած ունի այս երկրում, քաղաքական առումով, վերջի շատ երկար տարիներ իր ստեղծած քաղաքական ուժը երկրորդ քաղաքական ուժն ա եղել։ Էլ չեմ ասում հազարավոր, տասնյակ հազարավոր աշխատատեղերի, այսինքն արժեք ստեղծող մարդ է։ Գիտեք, 100 հատ իշխանություն կգնա, արժեք ստեղծող մարդը մնում է։ Այսինքն Ծառուկյանը կար, ուրիշ իշխանություններ, այդ իշխանությունը գնաց դարավ պատմություն, Ծառուկյանը էլի կա։ Այս իշխանությունն էլ մի օր ոչ մի իշխանություն ավերջ չի կգնա, էլի Ծառուկյանը կլինի, ուզեմ նկատի ունեմ, որ եկեք ինչի հաշվին է կարողանում քաղաքական դաշտում գոյատևել արժեք ստեղծելու։ Այսինքն եթե օրինակ ինչ-որ մեկը դեբյուտ տանի քաղաքական, ինչ-որ դերևս իրականություն չդարձրած պատրանքային ծրագրերի մասին խոսի, այս մարդը իր թիկունքում եղած գործն է մատուցում որպես արած։ Եվ դրա վրա կառուցում են նոր ծրագրեր։ Այսինքն ավելի ռեալիստական բաղադրիչ չի իր մոտ ավելի շատ է։ Ընդհանրապես մենք պիտի սովորենք, որ քաղաքական ուժերը պարտադիր նրանք չեն, որոնք անպայման արմատական ընդդիմադիր դիրքերից պիտի իշխանությանը դատապետեն, քաղաքական ուժի գլխավոր հատկանիշը այլընտրանքային ապագային միտված ծրագրեր ներկայացնելն է։ Ձեզ չի բավարարի հաստատապես միայն այն ուժը, որը ամբողջ օրը ասենք վեր կենա հայոյի իշխանությանը, կամ թեկուզ հայոյի ընդդիմությանը, բայց բան չառաջարկի, էլ լավ այդ դեպքում ինչի պիտի ձեր ձայնը տաք, կներեք վիճակի իշխանության ապիկալ լինելու, իշխանության վատ լինելու մասին, դուք առանց որևէ քաղաքական գործի հուշման, ամեն ինչ գիտեք, գուցե ավելի լավ, քան որևէ քաղաքական գործիչ։ Պարոն Սուրենյան, դուք տարբեր իշխանությունների օրոք ձեր խոսքը հնչեցրել եք եւ որպես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ փորձում եք այո հիմնավորել Գագիկ Ծառուկյանի երկարակեցության ես հասկանում եմ դա, հասկանում եմ, բայց այստեղ մի ճշգրտում որպես քաղաքագետ ինչ եք կարծում, եթե Հայաստանում նույն Գագիկ Ծառուկյանը կամ որևէ մեկը իրական ձեր մատնանշած արմատական ընդդիմության, այսպես ասեմ, ասոցացնողն է եւ նա է իրական արմատական ընդդիմությունը, կներեք արտահայտությանս համար ճուտ կհաներ այս իշխանությունների կողքին եւ արդյոք չեր ունեզրկվի մինչև վերջին շապիկն անգամ։ Եկեք չափազանցնենք։ Չէ, չեմ ուզում չափազանցնել, ուղղակի մենք տարիներ առաջ երբ որ էլի սկսվել էր ունեզրկման այդ ճակերտավոր ունեզրկման, էլի կրկնեմ, եկեք ընդդիմության մասին մի հատ պատկերացում, հա, ֆիքսենք։ Մեծահարուստ ընդդիմադիրներ լինում են, պարոն Սուրենյան։ Գիտեք, Հայաստանը այնուամենայնիվ դերևս ամբողջական տոտալիտար չի դարձել։ Այնուամենայնիվ նոր քիչ առաջ մենք խոսում ենք, որ Վարդան Ղուկասյանի պես ընդդիմադիր խոսույթ ունեցող մարդ կա, որը համայնքապետ է։ Այնուամենայնիվ մի 7-8 տեղ կան համայնքապետեր, որոնք ընդդիմադիր են։ Այնուամենայնիվ ոչ բոլոր բիզնեսմեններն են, որ ընդունել են այս իշխանության խաղի կանոնները։ Այսինքն հիմա մենք կանգնած ենք այդ շրջադարձային փուլում, կամ դեմոկրատիան կպահենք, նույնիսկ անկախ այն հանգամանքից ով է իշխանությունը, կամ դեմոկրատիան կկորցնենք, ու մի 4-5 տարի հետո Աստված չանի դեմոկրատիան կորցնելու պարագային, որ մենք էլի զրույց ունենանք, էլ դեմոկրատիայի ոչ մի հատկանիշի մասին չենք խոսի, ես ձեր հետ համաձայն կլինեմ, բայց քանի որ էլ մենք խաշմերուկում ենք, այնուամենայնիվ հələ մեզ չեն հալածում, չէ՞ միայն այն բանի համար, որ ազատ խոսում ենք։ Դեռ չեն հալածում, պարոն Սուրենյան, բայց եթե մենք վերադառնանք մեր նախորդ հարցին,
տեսեք, մենք էլի ենք ունեցել առիթներ խոսելու, որ այսօր ընդդիմադիր գործիչներին, չգիտեմ, բիզնեսմենին, մեծահարուստներին, այդ իրենց այսօրվա իշխանականների խոսույթով մատնանշենք այդ նախկին թալանչիներին անգամ, հա, եթե նրանք ընդդիմադիր դաշտում են փորձում այսպես դիրքավորվել, ապա նրանք, չէ, տեսեք, ապա նրանք կամ ունեզրկվում են, կամ բանտարկվում են։ Սարոկյանի դեմ էլ մի քանի շինծու գործեր կա, դուք այդ ինձանից լավ գիտեք։ Գիտենք։ Հա, մի քանի շինծու գործեր էլ կա, բայց ելի եմ կրկնում։ Դրա համար ընդդիմությունը պիտի արդյունավետ լինի եւ փորձի քաղաքական process-ի այնպիսի մոդերացիա անել, որ իշխանության համար պակաս խոցելի դառնա։ Այսինքն դուք դաշինքով եք պատրաստվում մասնակցել։ Ֆորմատը կորոշվի։ Անշուշտ ֆորմատը կորոշվի։ Դերևս նոր այդ գաղափարը ծնվում, հա։ Ես չեմ ուզում իրադարձությունից առաջ գնել, մանավանդ որ անտարակույս այդ շարժման կամ այդ process-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանն լինելու եւ ի վերջո վերջնական որոշումները ինքը կկայացնի, բայց ֆորմատը կորոշվի, դա տեխնոլոգիական խնդիր է։ Կուսակցությունով կլինի, դաշինքով կլինի, ավելի բազմահարթակ, բազմաշերտ հարթակ կլինի, դա տեխնոլոգիայի խնդիր է։ Պարոն Սուրենյանց, եթե իրատեսական փորձենք գնահատական էլի հնչեցնել, ձեր կարծիքով որ քաղաքական ուժերը, արտախորհրդարանական կամ խորհրդարանական, հա, որ քաղաքական ուժերը շանս ունեն 2026-ին հաղթահարելու շեմը, եւ այսօր շատ շատերին հետաքրող հարցերից մեկը նա է, թե կվերարտադրվի այսօրվա իշխանությունը, թե ոչ Նիկոլ Փաշինյանի։ Գիտեք, բոլոր սոցիոլոգիական հարցումներով իշխանությունը վերարտադրվել չի կարողանում։ Սոցիոլոգիական հարցումներով հավաքական թեև ԿՊ-ն առաջի տեղում է, բայց հավաքական ընդդիմությունների ձայներով գերազանցում է նրան։ Բայց եթե մրցունակ ընդդիմություն չձևավորվեց, իշխանության վերարտադրության հավանականությունը կմեծանա, ինչպես դա օրինակ տեղի ունեցավ Մոլդովայում, հա, որտեղ մրցունակ ընդդիմության բացակայությունը բերեց նրան, որ ոչ պոպուլյար իշխանությունը վերարտադրվեց։ Այնտեղ էլ շատ ոչ պոպուլյար իշխանություններ Մարիա Սանդոյի գլխավորությամբ։ Հետևաբար գլխավոր խնդիրը այստեղ բանն է, մրցակցային ընդդիմություն մրցունակ կարող ենք ձևավորենք, թե ոչ։ Եթե դա ձևավորում ենք, համարեք նոր որակի իշխանության ստեղծման հարցը լուծված է։ Եթե չես ձևավորում, իշխանությունը դժվարությամբ, կեղծիքով, թե ինչ-որ բանով գուցե վերարտադրվի։ Հիմա դուք ասում եք, որ շանսեր ընտրությունները թիմերը բան։ Գիտեք, բոլոր սոցիոլոգիական հարցումներով թվերը մի քիչ տարբեր կարող։ Դուք ձեր քաղաքագիտական հաշվարկները տեսնում եք, որ դե ԿՊ-ն բնականաբար Ես այդ հարցումներին ԿՊ-ն խորհրդարանական երկու ուժերը բայց ինչ-որ ձևով ներկայացված լինելու շանս ունեն, Գագիկ Ծառուկյանի ձևավորված ուժը շանս ունի, գուցե ավելի քան խորհրդարանական ուժերը, Սամվել Կարապետյանի շուրջ եղած ուժը շանս ունի, նու այս պահին, որ մենք զրուցում ենք, այս 5-6 քաղաքական ուժերի ստարտային հնարավորությունների մասին կարող ենք խոսել։ Պարոն Սուրենյանց, ինչ պիտի առաջարկի օրինակ նույն այդ ընդդիմադիր հաձևավորվող, նոր ձևավորվող թեկուզ այդ դաշինքը, որի մասին այսպես դուք որոշակի ազդակներ փաստորեն տվեցիք, ձեր կարծիքով ինչ օրակարգ պիտի ունենա, որ հասարակությունը օրինակ վստահություն կարողանա ներշնչի հասարակությանը այդ դաշինքը եւ մարդիկ օրինակ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը վերջնականապես մերժեն եւ գնան այդ ընդդիմադիր դաշինքի կամ այդ ընդդիմադիր ուժի ետևից, այսինքն օրակարգ ունեին միանշանակ, ասեցի, չէ, միայն քննադատությամբ ձայն չստանա։ Երկու բան պիտի ունենա, նախ ավելի արժանապատիվ խաղաղության տեսլական, այսինքն Նիկոլ Փաշինյանի պսևդո խաղաղությանը ոչ թե ուրա հայրենասիրությամբ պետք է պատասխանել, այլ ավելի ռեալիստական, ավելի արժանապատիվ խաղաղության կոնցեպտով, սա մեկ։ Այո։ Երկրորդը պիտի ունենա ծրագիր, որտեղ 3 խավեր հասարակության, որոնք փոփոխություն են ուզում, դա տրանսպորտով գործի գնացող եկող քաղաքացին է, մի խավ, երկրորդ խավը ուրեմն դա փոքր բիզնեսն է, եւ երրորդ խավը դա
ոչ նոմենկլատուրային մտածողությունն է։ Այս 3 խավերը, որոնք մոտավորապես կազմում են հասարակության մոտավորապես 700-800 մարդ կան այս խավերը ներառող, այս խավերի համար թիրախային ապագային միտված ծրագրեր պետք է ունենա։ Այսինքն պիտի կարողանաս անվտանգային համակարգը, խաղաղությունը եւ սոցիալական кейսը ներդաշնակեցնես եւ մատուցես որպես ծրագիր։ Այ որ ուժը կկարողանան դիմադիր այս շեշտադրումներով քաղաքական ծրագիր ունենալ, այդ ուժի հաղթանակի հավանականությունը շատ մեծ կլինի, կամ հաջողելու հավանականությունը շատ մեծ կլինի։ Ձեր կարծիքով ԿՊԱ-ականների ներսում իրական ճաքեր կան։ Չի կարող իշխանության մեջ ճաքեր չլինի։ Մանավանդ իշխանության մեջ, որը կորցնում է հանրային վստահությունը, այդ ճաքերը դառնում են անխուսափելի։ Օրինակ Ալեն Սիմոնյան, Հայկ Սարգսյան ուրեմն տեսեք, հեսա կանադառնում, ուրեմն իշխանությունը ինքը շահերի բախում է, ցանկացած իշխանություն։ Բայց երբ որ լիդերի վարկանիշը շատ բարձր է լինում, այդ քողարկվում է։ Լիդերի վարկանիշի անկմանը զուգահեռ այդ հակասությունները սկսում են ճաքեր դառնալ, ճաքերը խորհրդներ դառնալ եւ այլն եւ այլն։ Արդյոք այնպիսի ճաքեր կա, որը միջև ընտրությունները կսպառնա այս իշխանության միասնականությանը, ոչ։ Չկան նման։ Այդ կարգի չի։ Նիկոլ Փաշինյանը առայժմ վերահսկում է այդ հակասությունները։ Իսկ այդ երկու կարկառուն դեմքերի, իսկ ասենք ձեր ասած Հայկ Սարգսյանը ԱԺ-նախագահի, գիտեք իմ կարծիքով այդ հակասությունն էլ է Նիկոլ Փաշինյանը վերահսկում առայժմ։ Այսինքն դա կռիվ է, որը իշխանության ներսից դուրս չի գալի եւ ընդդիմությունը առանձնապես այդտեղ մեծ բան չի կարող շահել։ Կամ շիշ բռնողի են փոխում, կամ էլ շիշ են կախում Ալեն Սիմոնյանի գլխին։ Ես չգիտեմ բանը այդ ի վերջո ոնց կվերջանա այդ պատմությունը։ Մենք նորից էլի վերադառնանք ընդդիմադիր հնարավոր դաշինքի այդ կայացմանը եւ այստեղ ուզում եմ նաեւ իմանալ ձեր տեսակետը, թե ինչ ճակատագիր է սպասվում ձեր հաշվարկներով, ձեր վերլուծության արդյունքում, ինչ ճակատագիր կարող է սպասվել նույն Սամվել Կարապետյանին, օրինակ շատերը հույս են հայտնում, որ կարճ ժամանակ անց նա երևս ազատության մեջ կգտնվի։ Չէ, կարճ ժամանակ անց ինքը ազատության մեջ չի լինելու։ Ինչու՞։ Որտեվ քաղաքական պատճառով բռնվել է, քաղաքական պատճառով էլ դուրս է գալու։ Ու այդ մարդը հանցագործություն չի արել, որ փակել են։ Քաղաքական իրավիճակի փոփոխություն կլինի երկրում, դա տեղի կունենա կամ իշխանափոխության ձևով, կամ քաղաքական ստատուս քվոյի փոփոխության ձևով։ Երկու տարբերակից մեկը Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի, որտեղ նա ճաղերի հետևում է առանց որևէ հանցագործություն կատարելու։ Ձեր կարծիքով ինչ վարկանիշ ունի այսօր նույն Ռոբերտ Քոչարյանը, պարոն Սուրենյանց եւ նաեւ նույն Սերժ Սարգսյանն էլ ինչ վարկանիշ ունի։ Ես հարցում եմ տարբերվող դիրքորոշում ունեմ, նախ ասեմ, որ 3 նախագահներից երկուսի հետ պարբերաբար շփվում եմ։ Առաջին եւ երրորդ նախագահների Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի։ Այսինքն ես հիմա ինչ մտածում եմ եւ ձեզ կասեմ։ Եվ իրենց կասեք։ Նաեւ իրանց այդ զրույցներում իմ կարծիքը չեմ թաքցնում։ Այո։ Տեսեք, 3 նախագահների էջը քաղաքական առումով կամ իշխանություն վերադառնալու առումով, հա, փակված է։ Ամենայն հարգանքով իրենց անձերի նկատմամբ, ամենայն հարգանքով իրենց առաջ չարացի նկատմամբ, հա, հիմա ես որևէ մեկին իրենցից չեմ թիրախավորում։ Քաղաքական գնահատական եմ տալի։ Այո։ Եթե ինչ-որ մեկը չի հասկացել եւ փակվել, դա տեղի ունեցել Արցախի կործանմամբ։ Այս մարդկանց կենսագրության կյանքի գործը եղել է Լեռնային Ղարաբաղը, Արցախը։ Եթե չկա այդ խնդիրը, իրանք նոր անելիք քաղաքական դաշտում չեն կարող ունենալ։ Իրանք իրանց ինչ-որ առաքելություն լավ կամ վատ տարել վերջացրել են։ Եթե չկա Ղարաբաղ, իրանք որ թեմայով պիտի ռեմբրենդինգ լինեն այս մարդիկ այդ տարիքում։ Երկուսը 70 անցել, մեկը 80 անցել։ Առաջին եւ երրորդ նախագահները շատ հստակ հայտարարել են, որ այլևս իրենց դեպքով իշխանության վերադառնալու ցանկություն կամ մտադրություն չունեն։ Ցավոք դա դերևս չի հասկացել Ռոբերտ Քոչյանը, հույս ունեմ միջև ընտրությունները դեռ ժամանակ կա կհասկանա, որովհետև կարելի է պայքարել իշխանության դեմ, կարելի է պայքարել այս կամ այն կուսակցության դեմ, բայց ժամանակի ու պատմության դեմ որևէ մեկը չի կարող պայքարել, նույնիսկ եթե նա երկրորդ նախագահ է եղել այս երկրի։ Այդ համատեքստում եք տեսնում օրինակ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին օրինակ
առավել հաճախակի թիրախավորելու բավականին այսպես արշավներ։ Դրա հետ մի կապեք, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ես հենց Նիկոլ Փաշինյանին չեմ միայն ակնարկում, շատերին կարող ենք տեսնել, օրինակ ես նորմալ չեմ համարում, որ որևէ նախկին նախագահի կամ որևէ պաշտոնյայի բայց այդ իշխանությունն է խրախուսում որևէ մեկը կարող է օրինակ, չգիտեմ, հանրային իր տեքստում հայտարարության մեջ անվանել որևէ մեկին կներեք պոռնիկ եւ հանրությունը ծափտա եւ այսպես եկեք սենց ասենք հայոյանքը եւ իմը չի եւ ընդհանրապես որևէ քաղաքական գործ չի, չեմ թիրախավորում անձնական պատճառով։ Բայց տեսեք դուք պայքարի մեթոդները տեղափոխվում են արդեն այլ հարթություն։ Գիտեք, բոլոր երկրներում քաղաքական դաշտի բոլոր գույները զբաղեցված են։ Օրինակ Գերմանիայում կա արմատական շերտ, հա, որը շատ ագրեսիվ է պայքարում իշխանության դեմ կամ մյուս քաղաքական ուժերի։ Մեր մոտ քաղաքական համակարգը կայացած չի, ավելի անձնավորված է։ Բայց ասելիքի բացակայության պատճառով, այսինքն տեղափոխվում ասելիքի լինի եւ սոցիալական բողոքի դրսևորում լինի, տարբեր պատճառներ կարող են լինել։ Ի վերջո աղքատ հասարակություններում հարուստ մարդկանց չեն սիրում։ Եկեք այդ ֆիքսենք որպես որտեղ ցանկացած աղքատ հասարակություն օբյեկտիվ բայց Գագիկ Ծառուկյանին սիրում են օրինակ ձեր խոսքում դուք մոտավորապես դա Գագիկ Ծառուկյանը միշտ գործարար է եղել։ Եսի նկատի ունեմ որևէ հարուստ նախկին պաշտոնյայի չեն սիրում, որտեղ համարում են, որ այդ հարստությունը կուտակվել է ժողովրդի հաշվին։ Խոսքս գործարարներին չի վերաբերում, բայց գործարարը չի կարող հարուստ չլինել։ Վայ են գործարարին, որ հարուստ չի, ուրեմն ինքը վատ գործարար է։ Աբսուրդ է, չէ, ասենք Գագիկ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին կամ որևէ գործարարի մեղադրել թալանի մեջ։ Գագիկ Ծառուկյանը ժամանակին ուներ օրինակ նախարարական պորտֆելներ Բարգավաճ Հայաստան։ Եվ նույն նախարարների անունները կապվեցին օրինակ կոռուպցիոն սկանդալների, ես ԲՀԿ-ի ճիշտ ասած չեմ հիշում նախարար, որ գործած կոռուպցիոն սկանդալով։ Օրինակ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։ Դե գիտեք կարա մի 5, 6, 7, 8 նախարարի մեջ տարբեր փուլերում եղած, մեկին երկուսին էլ մեղադրել։ Նորմալ է։ Բայց իրանք եղել են ունեցել են նաև շատ պարկեշտ ու լավ նախարարներ, օրինակ Գրաչան Ռոստոմյանը։ Շատ պարկեշտ ու լավ նախարար է եղել, որը եւ սպորտի նախարարությունում եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ ես որևէ բացասական բան օրինակ այդ մարդու մասին չեմ լսել։ Այսինքն վատի կողքին նաեւ քաղաքական որևէ ուժ չկա, որտեղ ասենք թերություններ չկան, ինչ-որ կադրային առումով ամեն ինչ անթերյա նման քաղաքական ուժեր չկան։ Պարոն Սուրենյան, ուզում եմ նաև խոսենք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ հյուպատոսարանում Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի այդ ինքնասպանության դեպքի հետ կապված, ինչ կարծիք ունեք եւ արդյոք հնարավոր էր քրեական հետապնդման մեջ գտնվող անձը հայտնվեց հյուպատոսարանում, իր հետ կարողացավ, չգիտեմ, կտրող ծախող։ Էս շատ մոտ պատմություն է իմ համար, շատ լավ։ Այնուամենայնիվ տեղի ունեցավ ողբերգություն հյուպատոսարանի շենքում։ Այս դեպքում պատասխանատվությունը ամբողջովին Հայաստանի իշխանության վրա է հանգնում։ Էլի գանք է այդ բանին։ Պարտավոր էին ապահովել այդ մարդու անվտանգությունը։ Ինչու չապահովեցին։ Եվ ես չգիտեմ ինչի չեն ապահովել, գուցե փորձել են ապահովել, պատշաճ չեն ապահովել։ Հյուպատոսական տարածքում կամ դեսպանատան տարածքում, որը դիվանագիտական տարածք է համարվում, մարդ չի կարող աննկատ ինքնասպան լինել։ Հիմա մենք դի հետամուտ լինենք, որ անկախ նրանից այդ անձը ինչպիսի գործունեության է ծավալել, ով է։ Ասում են նրա, չգիտեմ, կյանքի այսպես էջերը բավականին մութ են, նրա գործունեության էջերը շատ այսպես մութ էջեր ունի իր գործունեության ընթացքում, շատ ինֆորմացիա է տիրապետել։ Անձի հետ կապված բազմաթիվ սկանդալային պատմություններ կային, հիշենք։ Մի տեսանյութ նաև հրապարակվեց։ Աստված իր հոգին լուսավորի, հիմա նույնիսկ անիմաստ անցածից իր խոսքը։ Դե մենք դեպքի մասին ենք անդրադառնում, իրավական կողմի մասին ենք փորձում։ Իրավական կողմը ամբողջովին ԱԳՆ-ի եւ նրա
դիվանագիտական ծառայությունների պատասխանատվության։ Իսկ հնարավոր համարում եք, որ նաև այստեղ ասում էին, որ շատ տեղեկատվության էր նա տիրապետում եւ այդ ամենը իրական սպառնալիք եւ վտանգ է Հայաստան հասնելուն պես նա փակագծեր է բացել։ Կոնսպիրոլոգիայի ընդհանրապես չեմ, կոնսպիրոլոգիայի դաշ չեմ ընդունում։ Վտանգ ներկայացնող ընդեղից էլ այդ փաստերը կարող էր հրապարակել։ Տևական ժամանակ Ռուսաստանում էր, ձեռքը բռնվել չէր լինի հաստատապես այդ փաստերը կարող էր հրապարակել։ Իսկ պարտադիր չէր գար ստեղ հայտնվեր բանտում, որ նոր փաստեր հրապարակել։ Գուցե շոր փաստեր ուներ, գուցե չուներ։ Բայց չեմ ուզում, իրեն ես անձամբ չեմ էլ ճանաչում եւ չեմ ուզում էլի խոսենք իշխանության պատասխանատվության մասին, որը պարտավոր էր կազմակերպել այդ քաղաքացու անվտանգ էքստրադիցիան Հայաստան եւ այո պարտավոր էին Հայաստանում իրեն կանգնեցնել արդարադատության առաջ, եթե այստեղ մեղադրանք չի կար իր հասցեին։ Այո։ Եվ քաղաքացուն պարտավոր էին չթողել բախտիկը մահաճույքին, առավել եւս դիվանագիտական հաստատության տարածքում պիտի ապահովեին նրա պատշաճ անվտանգությունը եւ այդպիսի բան չլիներ։ Օրինակ հիմա ես եւ դուք կարող ենք դանակով մուտք գործել Հայաստանի որևէ պետական հաստատության տարածք կամ ես կարծում եմ, ոչ մի փաստ չունեմ բնականաբար, մեզանից էլ հազարավոր կիլոմետրեր հեռու է, չենք կարող նույնիսկ խոսակցությունների մակարդակում ինչ-որ վարկածներ ունենալ։ Չէ, մենք փորձում ենք։ Բայց ես կարծում եմ, այստեղ քննությունը շատ ու շատ իր պիտի լինի։ Բոլոր վարկածները պիտի քննի։ Ինքնասպանություն, ինքնասպանության դրդում, դա էլ չէ կարող ալնի։ Իհարկե։ Ինքնասպան լինի, բայց դրդված ինչ-որ բան, սպանություն։ Խնդրեմ դու բոլոր վարկածները քննի, եթե Ռուսաստանի քննչական կոմիտեն, եթե չեմ սխալվում, տարածել էր հաղորդագրություն, որտեղ մատնանշվում էր ինքնասպանության դրդելու վարկածը, նաև թող քննարկեն հասկանանք ինչ գործոններ են, նախ ինչի համար է փախել ռուսական դատարանից։ Այո։ Օրինակ ինձ հուզում է այդ հետաքրքրում, հա։ Քրեական հետապնդման մեջ եթե բարեկամ երկրում հանցագործություն է կատարել, ես չեմ կարծում այդ հանցագործությունից պիտի խուսափեր ինքը։ Լավ, եթե փախել էր ամեն դեպքում եւ հասել էր Հայաստանի Հանրապետության տարածք արդեն, որտեղ Յուբատոսանի տարածքը ինչի էքստրադիցիա չէին ուզում անեին Հայաստան, ի վերջո մարդը ստեղ էլ էր հետապնդվում։ Գար ստեղ դատվեր Ռուսաստանից համապատասխան նյութերը կփոխանցվեր։ Ստացվի, որ ինչ որ խանգարող հանգամանքներ նշանակում է մութ պատմություն, հա, որը բոլոր առումներով պետքա քննվի։ Բայց նաև նախադեպի մասին մենք սա որպես նախադեպ ընդգծենք, որ գիտեք, տարբեր Ասանժը բան հիշում եք, չէ՞, որ դեսպանատան տարածքում այդ դեսպանատները օրինակ նրա անվտանգությունը ապահովում էին եւ ի վերջո մարդը երկար մնալուց հետո դուրս եկավ, հա, ազատության մեջ հայտնվեց։ Միշտ նման քաղաքացիներ կգտնվեն, որ ինչ որ բաներից փախչելով կամ օտար երկրներից կամ տարբեր հանգամանքներից կպասպարվեն դեսպանատան Յուբատոսանի տարածքում։ Դա նաև դա խուսափելի երևույթ աշխարհում էլ տեսել ենք նման բաներ։ Այդ դեպքերում պետությունը պետքա առնվազն իր քաղաքացու կյանքի իրավունքը կարողանա պաշտպանել, եթե մարդը հանցագործություն արել կամ հանցանք կատարելու մեջ կասկածվում կամ մեղադրվում է, խնդրեմ դրա վրա կա արդարադատության գործիք։ Տեղափոխում եք մարդուն Հայաստան, ի վերջո բոլորս տեսնում ենք դատական գործընթացում ինքը հանցագործա, թե անիրավի մեղադրվում էր։ Պարոն Սուրենյան, ես կուզենայի նաև մենք խոսեինք այս պահին Ադրբեջանում պատանդարված մեր հայ ռազմագերիների մասին, բայց նաև այստեղ ուզում եմ պաշտոնական տվյալներին հղում տալ, որ շուրջ 200 անհետ կորած ունենք, որից 80-ի վերաբերյալ տեղեկություններ կա, որ ողջ ընկերության մեջ են, բայց պաշտոնապես հաստատված թիվը 38-ն է, այս թվերը հայտնել է Միեդում նույնիսկ 23 Այս թվերը հայտնել է Միեդում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, վերջին անգամ գերիներին վերադարձրել են փետրվարի 4-ին, դրանից հետո չնայած հայկական կողմը ակտիվորեն այսպես ընթանում է խաղաղության օրակարգով, բայց գործընթացը կանգնած է, ինչով կբացատրեք։ Տեսեք, իրական խաղաղության մասին խոսք լինել չի կարող, եթե դու ունես ռազմագերի, եթե քո երկիրը շրջափակված է, եթե դու ունես օկուպացված տարածքներ, եթե այս 3 բաները կան, ուղղակի խաղաղություն չկա, մնացածը բուտաֆորիկ խոսք։ Բա ինչ Թրամփի ուղու մասին ենք մենք։ Դե գիտեք, այդ Թրամփի ուղին Զանգեզուրի միջանցքի կոդավորումն է կամ փաթեթավորումն է, եկեք այդ
Միայն Նիկոլ Փաշինյանն է այդ խաղաղության մասին խոսում եւ միայն Նիկոլ Փաշինյանն է հավատում խաղաղությանը, չակերտավոր։ Հավատում է, բայց դե լավ կամ դա վաճառում է հայ ժողովրդի վրա։ Բայց մենք տեսնում ենք, չէ, Ալիևի ռետորաբանությունը Շանհայի գումարած գագաթաժողովում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում մենք տեսնում ենք եւ համաձայն եք, որ լկտիացել է ավելի ցանկացած մարդ, ցանկացած այս կարգի երկիր, որը ստատուս քվո է կարող փոխի լկտիանելու հակում ունի։ Ես մտածում եմ, որ Ալիևը այնուամենայնիվ մի փոքր գերագնահատում է իր հնարավորությունները, որովհետև արդեն նրա ռետորաբանությունը շոշափում է այլ ավելի ազդեցիկ երկրների շահեր, որոնք Հայաստան չեն ու կարող են նրան չներել ուղղակի։ Չհանդուրժել այլևս։ Միջնաժամկետ հեռանկարում, սա մեկ։ Ինչ վերաբերում է մեր ռազմագերիներին, գիտեք, որևէ փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը չպետք է ստորագրեր առանց այդ մարկանց ազատելու նախապայմանի։ Տեսեք, ունեք շատ լավ առիթ էր։ Ադրբեջանը առաջարկում էր Վաշինգտոնում փաստաթուղթ ստորագրել Մինսկի խմբը լուծարելու մասին, որովհետև էլ հակամարտություն չկա, չէ՞։ Լավ, ենթադրենք դա այդպես է։ Իսկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այլևս գոյություն չունի։ Բայց եթե Մինսկի խումբը լուծարում ենք, որտեղ ինքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործիքն էր, միաժամանակյա պարտավոր էինք վերացնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանք հանդիսացող ռազմագերիների հարցը։ Ցանկացած նորմալ իշխանություն այս նախապայմանը կդներ եւ այդ լուծարումը կտար Ադրբեջանին դիմացը ստանալով Ինչու նախապայմաններ չդրվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից։ Որովհետեւ մենք ունենք իշխանություն, որը անվերապահորեն ադրբեջանա-թուրքական վասալիտետի բոլոր նախապայմանները բավարարելու ճանապարհով է գնում։ Այսինքն միակ ճանապարհը իշխանությունը փոխելու ճանապարհով։ Ես այս իշխանության պարագայում չեմ տեսնում մի քանի սկզբունքային խնդիրների լուծում, այդ թվում ռազմագերիների։ Իհարկե չբացառենք, որ մի քանի տասնյակ գերիները որ նախընտրական շեմին հնարավոր է մի 10 հոգի, բայց ոչ ռազմաքաղաքական ղեկավարներից, ըստ ամենայնի ազատ կարծրակ։ Դա զուտ նախընտրական ակցիայի շրջանակներում։ Բնականաբար, որտեղ Ադրբեջանը խիստ շահագրգիռ է, որ այս իշխանությունը մնա, որտեղ այս իշխանության արժեվ տնային առաջադրանք է ձևակերպել։ Հաջորդ տնային առաջադրանքը որն է։ Դա սահմանադրության փոփոխությունն է տեսանելի, եւ բացի այդ թրիփի հետ կապված ինֆրաստրուկտուրաները պետք է հասցվեն ավարտին։ Թրամփը եթե օրինակ չեղավ խաղից դուրս ավելի վատ օրինակ հնարավորություն չեղավ իրեն զանգ կատարելու, երբ որ հնարավորություն չի լինելու զանգ կատարելու, որտեղ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով իրան ասի ով, այնքը չի հիշելու միևնույնն է Նիկոլ Փաշինյանը որն է։ Չնայած հիմա մեմով կարող է հիշել, օրինակ ասի ես այն մյուս լավ տղեն եմ, կարող է հիշի։ Երեք այդպես էր չէ արտահայտել Փաշինյանի մասին։ Ես պատահական հարց է։ Դե կարող զանգի ասի ես Ալիևի հետ այն մյուս լավ տղեն եմ։ Այդ ձև գուցե հիշի։ Այսինքն Ալիևի ֆոնին պետք է ասոցացվի։ Ալիևի ֆոնին էլ չի։ Թքած ունեն թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա, թե Ալիևի, թե Փաշինյանի վրա։ Երբ որ այդ կարգի կայսրություն, գերտերություն, ասում է Հարավային Կովկաս, ինքը առաջին հերթին պատկերացնում է Իրան, Ռուսաստան, Թուրքիա։ Ռուսաստանն ամբողջությամբ դուրս է մղվել։ Ռուսաստանը չի կարող ամբողջովին տարածաշրջանից դուրս մղվել, որովհետև Ռուսաստանը կովկասյան պետություն է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Կովկասի մի մասը, Հյուսիսային Կովկասը գտնվում է Ռուսաստանի տարածքում։ Հետևաբար ինքը կարող է դիրքեր կորցնել, որը գերտերության համար սարսափելի բան չի։ 20-րդ դարում առնվազն 2 անգամ Հարավային Կովկասում Ռուսաստանը դիրքեր է կորցրել, հետո վերանվաճել է։ Այսինքն մեր վիճակը, պարոն Սուրենյանց, խիստ օրասական է եւ մենք վերածվում ենք թուրքական վիլայեթի։ Դրան ճանապարհ կա հակադարձելու։ Օրինակ, եթե թրիփի հարցում Նիկոլ Փաշինյանը անկեղծ է եւ իսկապես կարծում է, որ դա մեր իրավազորությունը չի սահմանափակել, խնդրեմ, թող թրիփին ուժեղացնի թրիփը BRICS-ի երկրների բաղադրիչով, այսինքն իսկապես Հաբ Սարգսյունիկը, Հյուսիս հարավ, արևելք, արևմուտք, այս կհավատամ, որ այդ դեպքում իսկապես
տրանսպորտային հանգույց է ձևավորում, որը երաշխավորում է Հայաստանի անկախությունը։ Քննադատելուց զատ ես առաջարկ եմ անում այդ կենսագործի, որտեվ թրիփի դեմ պայքարելը անիմաստ է, դու այդ ուժը չունես։ Հետևաբար, բայց միայն Միացյալ Նահանգներից միակողմանի կախվածության մեջ չընկնելու համար ու միևնույն ժամանակ բարեկամ ու հարևան Ռուսաստանի եւ Իրանի շահերը չանտեսելու համար, խնդրեն թրիփը ուժեղացրու այդ բրիքսյան բաղադրիչով իսկապես հապ դարձիր։ Եթե թրիփով չես սահմանափակել երկրի տիրավազորությունը ինքնիշխանությունը։ Եվ ամենավերջին հարցին պարոն Սուրենյանց ասացիք, որ կպատասխանեք 18-ին ինչ էր տեղի ունեցել, ասացիք, որ իշխանապողություն չէր։ Գիտեք, ինքը հեղափոխություն չի, անշուշտ, որտեղ հեղափոխության առաջին բաղադրիչը դա կամ պետության սոցիալական կառուցվածքի փոփոխությունն է, կամ պետական կառուցվածքի փոփոխությունն է, կամ էլ արժեքային բաղադրիչն է։ Երեքից որևէ մեկը չի փոխվել, հետևաբար ինքը դասական իմաստով հեղափոխություն չի։ Անշուշտ սովորական իշխանապողություն էլ չի, որովհետև սովորական իշխանապողությունը այնուամենայնիվ տեղի ունենում էլեկտորալ ճանապարհով։ Կհամարձակվեն պնդել, որ նախորդ իշխանությունը ուղղակի արտաքին եւ ներքին մի շարք գործոնների համակցմամբ կամ համադրմամբ փլուզվեց։ Այդ պահին Փաշինյանը հայտնվեց ճիշտ ժամին, ճիշտ տեղում, մոտավորապես այս սկզբունքով։ Այսինքն տեղի ունեցավ ավելի շուտ հին համակարգի փլուզում, քան հեղափոխություն կամ նոր իշխանության ձևավորում։ Պարոն Սուրենյանց, մենք կարծես թե բոլոր ուժերին անդրադարձանք, չմոռանանք նաև հայրենիք կուսակցության եւ Արթուր Վանեցյանի մասին, ով նույնպես նախկին ԱԾ պաշտոնյան հայտ է ներկայացրել քաղաքական դաշտում, ինչ շանսեր ունի Արթուր Վանեցյանը եւ ինչ խնդիրներ կամ պատնեշներ կան, որ պետք է հաղթահարի նույն Արթուր Վանեցյանը, որպես քաղաքական գործիչ եւ քաղաքագետ։ Որն է անվտանգային կոնկրետ խնդիրների հետ կապված եք ակնարկում։ Թերևս այդ անվտանգային հարցերով լիդերի կուսակցության անձը հաշվի առնելով պետք է փորձեն քաղաքական դաշտում իրենց նիշը գտնել ամեն դեպքում, ինչ էլ կգտնեն։ Որովհետև տեսեք, այն թվարկած բոլոր ուժերը լավ կամ վատ ունեն նիշ ինչ-որ։ Մի գաղափար, մի ինչ-որ արած բան, որի հետ ասոցացվում են, հա։ Արթուր Վանեցյանի դեպքում ասում են, որ իրենց համար գերական խարիզմա ունի, բայց քաղաքական դաշտում դա պիտի կապիտալիզացվի որպես կոնկրետ կատեգորիա։ Եթե դա արեցին, հաջողել կարող են երիտասարդ քաղաքական ուժերը։ Այսինքն անպայման քաղաքական որևէ ուժ կլինի իմ բարեկամ Արթուր Վանեցյանի ստեղծած ուժը կամ մեր իմ ուժը կամ որևէ այլ ուժ։ Հնարավոր է դուք էլ այդ նույն դաշինքում չեմ կարծում, գործընկերներ անշուշտ կլինենք եւ կանք, բայց արդեն Վանեցյանը այդ հարցում կաշկանդող հայտարարություն է արել, ասել է, որ միայնակ է պատրաստվում ընտրություն։ Այսինքն առանձինն է խաղալու։ Պետք է հարգել այդ մարդու դիրքորոշումը։ Դժվար չէ այդ բերը։ Ես հակված չեմ գործընկերների վարքագիծը գնահատել։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյանց հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ դեռ առիթ կունենանք ամփոփելու քաղաքական իրադարձությունները։ Շնորհակալություն։